Այժմ նայում ենք ատեղջյուրների համար։ Ինչ է սպասում ատեղջյուրներին հաջորդ շաբաթ, ապրիլի 26-ից մայիսի 2-ը։ Անձնական կյանք, աշխատանք, ֆինանսներ և ևս մեկ կարդ որպես հուշում։ Անձնական կյանքում այս ինչ խորը փիլիսոփայական մտքերի մեջ են ատեղջյուրները։ Դե ատեղջյուրներին դա շատ հատուկ է, իրենք շատ երկար են մտածում ամեն հարցի շուրջ։ Այս փիլիսոփայական, այսինքն շատ են տալիս ու առնում, ինչի մասին կարող է մտածեն, չեմ կարող ասել, բայց տեսնում եք այստեղ ծերունին, շատ իմաստուն մարդ է, շատ եւ խելացի եւ շատ իմաստուն։ Այդպես ինչ որ մտորումների մեջ են լինելու ատեղջյուրները, չեմ կարող ասել անձնական ինչ հարաբերությունների մասին այստեղ կարող է խոսքը լինել, բայց շատ լուրջ մտորումների մեջ են, շատ ինչ որ լուրջ հարցի վրա կենտրոնացած մտածում են, ընդհանրապես ատեղջյուրները շատ ինքնուրույն են, բայց կարող է ցանկանան խորհուրդ հարցնել, ինչ որ մեկի խորհրդի կարիքն ունենան, կիսվել ինչ որ մեկի հետ չկիսվել, բայց այդպես կարող եմ ասել, շատ խորը փիլիսոփայական այսպես մտքերի մեջ են լինելու, բայց ոչ տխուր, ոչ ուրախ, չեմ կարող ասել դա լավ է թե վատ է, մարդն ուղղակի բավականին մտածբաղ է լինելու, ես չեմ կարող ասել ինչ որ ակտիվություն, աշխուժություն անձնական հարաբերություններում, ավելի շուտ երևի իրենք իրենց մտքերով կլինեն տարված այս շաբաթ։ Աշխատանքային հարցերում մեծ հաջողություն եմ տեսնում, շատ մեծ, նաև կապված է ճանապարհի հետ։ Եթե աշխատանքի հետ ինչ որ ճանապարհ պետք է գնայիք, անպայման կգնաք եւ շատ լավ կլինի։ Եթե աշխատանք եք փնտրում այս կարտով կգտնեք։ Եթե հարցազրույցի եք գնում, էլի կապված է ճանապարհի հետ, շատ հաջող կանցնի։ Ամեն դեպքում աշխատանքի հետ աշխատանք ճանապարհ ասելով նաև գործը առաջ կընկնի, այդպես էլ կարող եմ ասել։ Ամեն դեպքում աշխատանքի հետ կապված մեծ հաջողություն եմ տեսնում։ Ֆինանսների հետ տեսնում եմ կինը մտածբաղ, հետաքրքիր է։ Տեսնում եք, մտածում է մարդը այսպես խորը փիլիսոփայական տրամադրությամբ, ու մեկ էլ կինը էլի մտածում է։ Տեսնենք ինչի մասին է մտածում կինը։ Ֆինանսների հետ կապված։ Միգուցե պլաններ է գծում, միգուցե չգիտեմ, կամ ինչ որ կնոջ հետ կարող է ֆինանսական հարցեր ունենալ, ինչ որ կին, չգիտեմ, գործակալ է, վարկ եք գնում, բան կնոջ հետ եք զրուցում, ձեզ համար վարկ պետք է դասավորի, չգիտեմ, երաշխավոր եք փնտրում, կին կարող է ձեզ օգնել, մտածում եք դիմել որևէ կնոջ, ձեզ չեմ կարող ասել ինչ հարաբերությունների մեջ եք կնոջ հետ։ Ամեն դեպքում ձեր ֆինանսները ինչ որ ձևով կապված կարող են լինել ինչ որ կնոջ հետ։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում եւ տեսնում եմ նորից էլի կին, նորից էլի ղարի տուզ։ Տեսնում եմ առնետները եւ աշտարակը։ Այս նկարում եթե տեսնում եք այս կարտերում կոնկրետ, աշտարակը չի քանդվում, աշտարակը կանգուն է։ Այսպես կարող եմ ասել, ինչ որ կորուստներ են եղել, որը խանգարել է առաջ խաղացմանը, միգուցե ինչ որ կնոջ պատճառով, ինչ որ մի կնոջ պատճառով ես չեմ կարող ասել։ Ես այստեղ ստերում տեսնում եմ նամակ, այսինքն ինչ որ ինֆորմացիա, ինչ որ լուր եք սպասում ինչ որ կնոջից, որը ձեզ ֆինանսապես պետք է օգտակար լիներ եւ այդ ինֆորմացիան չի գալիս։ Ուշացնում է եւ դա կարող է ձեզ բերել ֆինանսական կորուստ։ Շատ կդժվարանամ ասել սա ինչի հետ է կապված, բայց նորից եմ ասում, կին է եւ գումարների մեջ աշտարակը բարձրանում է, չի առաջ խաղացում, այսինքն դուք շահում կարող եք ունենալ կամ ձեռքբերումներ կարող եք ունենալ, բայց ինֆորմացիան չի ստացվում եւ դրա պատճառով դուք հնարավորություն եք կորցնում, այդպես կարող եմ ասել։ Տեսնենք ինչ է ուշում։ Բանալին, այո, բանալին, քանի որ այստեղ միակ խնդիրը տեսնում եմ ֆինանսների հետ կապված, ապա բանալին կգտնվի։ Բանալին կգտնվի, թե կինը ձեզ դուք կապ կհաստատեք կնոջ հետ, սպասում եք իրենց լուր չի գալիս, դուք եք իր հետ կապ հաստատում, կամ գտնում եք մեկ ուրիշ կնոջ, այստեղ երկու կիներ, եթե հիշում եք,
կամ դիմում եք այլ մարդու կամ այլ ձևով եք հասնում ձեր նպատակին, ամեն դեպքում դուք ձեր նպատակին կհասնեք, որովհետև բանալին կգտնեք։ Այ միգուցե այս շատ մտածելու արդյունքն է դա։ Այո, միգուցե մտածում եք ինչպես գտնել ելք եւ չէ որ մարդկանց հետ ֆինանսների հետ նույնիսկ դա էլ անձնական հարաբերություններ են։ Միգուցե եւ շատ մտածելու արդյունքում իրականում գտնում եք բանալին, ինչպես կարողանաք ձեր ֆինանսական այս կոնկրետ խնդիրը մյուս շաբաթ լուծել։ Եվ հույսով եմ, որ կգտնեք բանալին։ Ամենայն հաջողություն եմ մաղթում ձեզ։